Եթերում Ռուսարմինֆոյի ցերեկային թողարկումն է, տաղավարում Աննա Շլեպչյանն է։ Բարի օր։ Իրավապահները խուզարկություններ են իրականացրել Ուժեղ Հայաստան կուսակցության Ավանի գրասենյակում, ինչի արդյունքում կան բերման ենթարկված քաղաքացիներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ իրականացվող քրեական վարույթի շրջանակում արդեն ձերբակալվել են մի խումբ անձինք։ Քննվող գործը վերաբերում է ընտրակաշարք տալու կամ ստանալու եւ բարեգործության արգելքը խախտելու ենթադրյալ դեպքերին։ Կոմիտեն դեռևս չի հստակեցրել ձերբակալվածների ինքնությունն ու նրանց կապը քաղաքական ուժի հետ։ Հայտարարվել է, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։ Ուժեղ Հայաստան կուսակցության անվտանգության թիմի ղեկավար, լեգենդար հետախույս Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։ Նախկին հետախույզը ձերբակալվել էր ապրիլի 27-ին հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրակաշարքի խոստում տալու համար, ինչից հետո դատարանը որոշել է նրան 2 ամսով կալանավորել։ Հացադուլի միջոցով Ավանեսյանն իր բողոքն է արտահայտում իրականացվող իրավական գործընթացների եւ առաջադրված մեղադրանքի դեմ։ Նրա կուսակիցները նրա նկատմամբ քրեական հետապնդումը պայմանավորում են նրա քաղաքական գործունեությամբ։ Ապրիլի 28-ին Փարիզում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Կողմերը բարձր են գնահատել Փարիզում Հայաստանի դիվանագիտական նոր նստավայրի բացումը, այն համարելով երկկողմ գործընկերության խորացման կարևոր խորհրդանիշ։ Նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները եւ շեշտել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Երևան առաջիկա այցի կարևորությունը։ Հանդիպման առանցքում են եղել նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանն ու ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանն ուղղված հարցերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության եւ միջազգային զարգացումների շուրջ։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դժգոհություն է հայտնել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը համայնքային մի շարք առաջնորդների մասնակցությունն արգելելու կապակցությամբ։ Մասնավորապես արարողությանը հրավիրված չեն եղել խորհրդի համանախագահներ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը, ինչպես նաև Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդն ու Արցախի ներկայացուցիչը։ Խորհուրդը շեշտել է, որ նման քայլը վնասում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին եւ հարցեր առաջացնում ֆրանսահայ համայնքի հետ երկխոսության տեսանկյունից։ Հիշեցնենք, որ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան մի քանի տարի արգելված էր, դեռևս 2022 թվականից Փարիզում Փաշինյանի Ավտոշարասյան դեմ բողոքի ակցիայի կազմակերպման ենթադրյալ մեղադրանքով։ Այս միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի գործող իշխանությունների եւ սփյուռքյան ավանդական կառույցների միջև արկա լարվածությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայիս կապույտ անձնագրերը ուժի մեջ են մնալու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Սակայն քաղաքացիներն ազատ են ցանկացած պահի դիմել նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար։ Ըստ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության, նոր փաստաթուղթ ստանալիս հին անձնագիրն անվավեր է ճանաչվելու։ Նոր համակարգը ենթադրում է միացում CAO-ի հատուկ գործիքակազմին, որը երկրների միջև անձնագրերի անվտանգության թվային տվյալների փոխանակման վստահության ցանց է։ Այս գործիքակազմը թույլ կտա այլ պետություններին արագ եւ հավաստի կերպով ստուգել փաստաթղթի իսկությունը, բարձրացնելով սահմանային վերահսկողության անվտանգությունը։ Արդյունքում կենսաչափական անձնագրերի ներդրումը նպատակ ունի էապես հեշտացնել եւ արագացնել Հայաստանի քաղաքացիների միջազգային տեղաշարժը։ Միջազգային փաստաբանների թիմը պաշտոնական դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբին, պահանջելով Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակումը։ 2026 թվականի ապրիլի 24-ին ներկայացված հայցը վերաբերում է 7 գերիների, այդ թվում Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Դավիթ Իշխանյանին, Դավիթ Բաբայանին եւ Լևոն Մնացականյանին։ Իրավապաշտպանները պնդում են, որ պատանդների նկատմամբ կայացված դատավճիռները կամայական են, հիմնված են շինծու մեղադրանքների վրա եւ կայացվել են հիմնավորապես անարդար դատավարությունների արդյունքում։ Դիմումում շեշտվում է, որ Ադրբեջանը քրեականացրել է նրանց քաղաքական համոզմունքներն ու էթնիկ պատկանելությունը, զրկելով նույնիսկ Կարմիր խաչի վերահսկողությունից։ Փաստաբանական թիմը պահանջում է ՄԱԿ-ի փորձագետների այցեբանտեր, դատավճիռների չեղարկում եւ պատշաճ փոխհատուցում ապօրինի ազատազրկման համար։ Թեև հայցն առանձնացնում է 7 անձի, սակայն սպասվող իրավական եզրակացությունը վերաբերելի կլինի Ադրբեջանում պահվող բոլոր 19 հայ գերիներին։